Շարապերո, էշի կաշին։ Կար չկար, հարուստ ու հզոր մի թագավոր։ Նա այնքան շատ ոսկի ու զորք ուներ, որ ոչ մի ուրիշ թագավոր երազում էլ չէր տեսել։ Նրա կինը ամենասիրուն ու ամենախելոք կինն էր։ Թագավորն ու թագուհին ապրում էին հաշտ ու երջանիկ, բայց շատ էին տխրում, որ երեխա չունեն։ Մի օր էլ որոշեցին մի աղջիկ վերցնել ու իրենց հարազատ դստեր պես պահել։ Թագավորի մտերիմ ընկերներից մեկը մահացավ, և նրա դեռատի դուստրը մնաց որբ։ Թագավորն ու թագուհին նրան բերեցին պալատ։ Աղջիկն օր-օրի մեծանում էր ու ավելի գեղեցկանում։ Թագավորն ու թագուհին նայում էին իրենց սանիկին, ուրախանում էին ու էլ չէին մտածում, որ ժառանգ չունեն։ Մի անգամ թագուհին ծանր հիվանդացավ։ Թագավորը գիշեր-ցերեկ չէր հեռանում կնոջ անկողնու մոտից, բայց թագուհին գնալով թուլանում էր։ Զգալով, որ մահը մոտ է, կանչեց թագավորին ու թուլացած ձայնով ասաց. «Գիտեմ, որ շուտով մեռնելու եմ։ Մի բան եմ խնդրում միայն. եթե մտադրվեք երկրորդ անգամ ամուսնանալ, այնպիսի կին ընտրեք, որ ինձնից խելոք ու գեղեցիկ լինի»։ Թագավորը հեկեկալով խոստացավ, որ կկատարի նրա կամքը, և թագուհին մեռավ։ Կնոջ մահից հետո թագավորը գլուխը կորցրել էր, ոչ ուտում էր, ոչ խմում ու այնպես ծերացավ, որ նրա նախարարները սարսափեցին։ Մի անգամ, երբ թագավորը իր սենյակում նստած վշտից հառաչում էր և լաց լինում, ներս մտան նախարարները և խնդրեցին վերջ տալ լացուկոծին ու մտածել ամուսնության մասին։ Թագավորը լսել անգամ չէր ուզում, բայց նախարարները ձեռք չէին քաշում, ամեն կերպ համոզում էին, որ անպայման ամուսնանա։ Թագավորն ասաց. «Ես հանգուցյալ թագուհուն խոստացել եմ երկրորդ անգամ ամուսնանալ միայն այն դեպքում, եթե նրանից ավելի խելոք ու սիրուն կին գտնեմ։ Այդպիսի կին աշխարհում չկա։ Դրա համար էլ ես երբեք չեմ ամուսնանա»։ Նախարարներն ուրախացան, որ թագավորը գոնե մի փոքր զիջում արեց ու սկսեցին ամեն օր գեղեցիկ կանանց նկարներ ցույց տալ նրան, որ թագավորը ընտրություն կատարի։ Բայց թագավորը միշտ գտնում էր, որ հանգուցյալ թագուհին ավելի լավն էր, ու նախարարները հուսահատված էին մնում։ Մի անգամ էլ գլխավոր նախարարը եկավ թագավորի մոտ և ասաց. «Միթե ձեր սանիկն իր խելքով ու գեղեցկությամբ պակաս է փայլում, քան հանգուցյալ թագուհին։ Դուք այդպիսի խելոք ու գեղեցիկ կին չեք գտնի աշխարհում, ամուսնացեք նրա հետ»։ Թագավորը համաձայնեց։ Նախարարներն ու պալատականները գոհացան, բայց արքայադուստրը սարսափեց այդ մտքից։ Նա բոլորովին չէր ուզում ծեր թագավորի կինը դառնալ։ Թագավորն ուշադրություն չդարձրեց նրա առարկությանը և հրամայեց իսկույն պատրաստվել հարսանիքի։ Արքայադուստրը հուսահատությունից գլուխը կորցրել էր, չգիտեր ինչ անի, ում դիմի։ Մեկ էլ հիշեց կախարդ Սիրենիին, իր մորաքրոջը, ու որոշեց խորհրդակցել նրա հետ։ Հենց այդ գիշերը նստեց ոսկե սայլակը, որին խո էր լցված, ու ճամփա անկավ։ Կախարդը ուշադիր լսեց արքայադստեր պատմությունը։ «Եթե իմ խորհուրդները բոլորը ճշտությամբ կատարես, ամեն ինչ լավ կվերջանա», ասաց նա։ Արքայադուստրը խոստացավ կատարել։ Կախարդն ասաց. «Նախ դու թագավորից մի զգեստ պահանջիր, որ երկնքի պես կապուտակ լինի։ Նա չի կարող այդպիսի զգեստ ճարել»։ Արքայադուստրը շնորհակալություն հայտնեց ու վերադարձավ տուն։ Առավոտյան նա թագավորին ասաց, թե մինչև երկնքի պես կապուտակ զգեստ չստանա, չի համաձայնի նրա կինը դառնալ։ Թագավորն իսկույն կանչեց լավագույն դերձակներին և պատվիրեց երկնքի պես կապուտակ զգեստ կարել։ «Եթե չգոհացնեք արքայադստերը, ասաց նա, կհրամայեմ բոլորիդ կախել»։ Հաջորդ օրը դերձակները բերեցին զգեստը։ Արքայադուստրը սարսափեց։ Նա կրկին գնաց կախարդ Սիրենիի մոտ ու հարցրեց, թե հիմա ինչ անի։ Սիրենին շատ վրդովվեց, որ իր խորհուրդը չօգնեց, և արքայադստերը պատվիրեց այս անգամ էլ լուսնագույն զգեստ պահանջել թագավորից։ Թագավորը ոչինչ չէր մերժում արքայադստերը, կանչեց ամենահմուտ վարպետներին ու այնպես սպառնագին հրամայեց, որ մի օր էլ չանցած զգեստը բերին։ Այդ գեղեցիկ զգեստը տեսնելով արքայադուստրը ավելի վշտացավ։ Սիրենին իմանալով այս նոր անհաջողությունը եկավ արքայադստեր մոտ ու ասաց. «Առաջին և երկրորդ անգամ թագավորին հաջողվեց կատարել քո խնդրանքը, հազիվ թե կարողանա արևափայլ զգեստ կարել։
Արքայադուստրը համաձայնեց և թագավորից այդպիսի զգեստ պահանջեց։ Թագավորն առանց երկար բարակ մտածելու իր թագի բոլոր ադամաններն ու սուտակները տվեց, միայն թե զգեստը արևի պես փայլեր։ Դրա համար էլ, երբ զգեստը բերին ու բաց արին, բոլորը կկոցեցին իրենց աչքերը, զգեստն իսկապես արևի պես փայլում էր։ Միայն արքայադուստրն էր տխուր։ Կախարդ Սիրենին հայտնվեց նրան և ասաց. «Մի տխրիր զավակս, այս անգամ թագավորից պահանջիր նրա սիրած էշի կաշին»։ Այդ էշը, որի կաշին կախարդի խորհրդով պետք է պահանջեր արքայադուստրը, սովորական էշ չէր։ Ամեն առավոտ նա փթրի փոխարեն շողշողուն ոսկեդրամներ էր թափում։ Պարզ է, թե թագավորը ինչպես կսիրեր և կփայփայեր նրան։ Արքայադուստրն ուրախացավ։ Նա համոզված էր, որ թագավորը ոչ մի դեպքում չէր համաձայնի մորթել էշին։ Թագավորը թեև զարմացավ այդ պահանջից, բայց առանց տատանվելու հրամայեց կատարել արքայադստեր պահանջը։ Էշին մորթեցին ու կաշին հանդիսավոր բերին։ Աղջիկը հուսահատությունից չէր իմանում ինչ անի։ Այդ ժամանակ հայտնվեց կախարդ Սիրենին։ «Մի տխրիր, սիրելիս», ասաց նա, «գուցե լավն էլ հենց սա է։ Շուտ փաթաթվիր էշի կաշվի մեջ ու հեռացիր պալատից։ Ոչինչ մի վերցնի, զգեստներդ սնդուկի մեջ գետնի տակով կգան ետևիցդ։ Վերցրու իմ կախարդական փայտիկը։ Հենց որ զգեստներիդ կարիքը զգաս, այս փայտիկով զարկիր գետնին, և սնդուկը կհայտնվի քո առաջ։ Դե շուտ հեռացիր, էլ մի հապաղիր»։ Արքայադուստրը համբուրեց կախարդին, էշի զզվելի կաշին քաշեց վրան, դեմքին մուր քսեց, որ ոչ ոք չճանաչի, ու դուրս եկավ պալատից։ Արքայադստերը անհետացումը մեծ իրարանցում առաջացրեց պալատում։ Թագավորը հազարավոր հեծյալներ ու բազում նետաձիգներ ուղարկեց բոլոր ուղղություններով, որ գտնեն նրան, բայց կախարդը արքայադստերն անտեսանելի դարձրեց թագավորի ծառաների աչքին։ Դրա համար թագավորը վերջ ի վերջո հրաժարվեց ապարդյուն որոնումներից։ Իսկ արքայադուստրը շարունակեց իր ճամփան։ Նա շրջում էր տնից տուն և խնդրում իրեն սպասուհի ընդունել։ Սակայն ոչ ոք չէր համաձայնում, որովհետև նա էշի կաշվի մեջ շատ տգեղ էր։ Վերջապես հասավ մի մեծ տան։ Տանտիրուհին համաձայնեց արքայադստերը աղախին ընդունել, պատվիրեց լվալ սպիտակ եղենը, արածացնել հնդկահավերին, ոչխարներին, մաքրել խոզերի տաշտակները։ Մի անգամ առվակի ափին նստած արքայադուստրը տեսավ ջրում իր արտացոլանքը և սարսափեց իր գարշելի տեսքից։ Ամաչեց, որ այդքան կեղտոտ է, և էշի կաշին մի կողմ նետելով լողացավ առվակում։ Բայց տուն գնալիս կրկին փաթաթվեց էշի կաշվի մեջ։ Հաջորդ օրը տոն էր, և նա աշխատանքից ազատ լինելով որոշեց հագնել իր գեղեցիկ զգեստներից մեկը։ Կախարդական փայտիկը հատակին խփեց, հայտնվեց նրա սնդուկը։ Նա վերցրեց երկնագույն զգեստը ու սկսեց հագնվել։ Նայում է այլուն, հիանում իրենով։ Դրանից հետո բոլոր տոն օրերին նա զարդարվում էր մի շքեղ զգեստով, բայց ոչխարներից ու հնդկահավերից բացի նրան ոչ ոք չէր տեսնում և կոչում էին նրան էշի կաշի։ Մի անգամ երիտասարդ արքայազնը որսից վերադառնալիս հանգստանալու համար մտավ այն տունը, որտեղ աշխատում էր էշի կաշին։ Մի փոքր հանգստացավ, վեր կացավ ու սկսեց շրջել տանը և բակում։ Պատահմամբ մոտեցավ մութ միջանցքի ծայրին, որտեղ մի փակ դուռ տեսավ։ Արքայազնը շատ հետաքրքրասերն էր և ցանկացավ իմանալ, թե ով է ապրում այնտեղ։ Նա նայեց բանալու անցքից ու ապշեց, երբ այդ փոքրիկ խցիկում տեսավ շքեղ հագնված գեղեցիկ արքայադստերը։ Վազեց տանտիրուհու մոտ հարցնելու, թե ով է խցիկում ապրողը։ Նրան ասացին, որ այնտեղ ապրում է մի փոքրիկ աղջիկ, որը հագուստի փոխարեն միշտ փաթաթվում է էշի կաշվի մեջ։ Դրա համար էլ բոլորը նրան էշի կաշի են ասում։ Արքայազնը ոչինչ էլ չիմացավ։ Նա վերադարձավ պալատ, բայց չկարողացավ մոռանալ բանալու անցքից տեսած գեղեցկուհուն։ Նա ափսոսում էր, որ այն ժամանակ ներս չմտավ ու չծանոթացավ աղջկա հետ, ու մտքին դրեց հաջորդ անգամ անպայման այդպես վարվել։ Աննման գեղեցկուհու մասին շատ մտածելուց արքայազնը ծանր հիվանդացավ։ Հայրն ու մայրը չգիտեին ինչ անեն, բժիշկ կանչեցին, բայց բժիշկներն էլ չկարողացան օգնել։ Վերջապես թագուհուն ասացին, թե նրա որդին հավանաբար մեծ վիշտ ունի
եւ դրանից է հիվանդացել։ Թագուհին հարց ու փորձ արեց որդուն։ Սա լուռ մնաց, բայց երբ Թագուհին չոքեց նրա առաջ ու սկսեց լաց լինել, արքայազնը ասաց. «Ուզում եմ, որ էշի կաշին ինձ համար կարկանդակ թխի ու ինքն էլ բերի պալատ»։ Հրամանը ստացած, արքայադուստրը փակվեց իր սենյակում, մի կողմ նետեց էշի կաշին, լվաց դեմքն ու ձեռքերը, մաքուր շոր հագավ ու սկսեց կարկանդակ պատրաստել։ Վերցրեց ամենալավ ալյուրը, ամենաթարմ ձվերն ու կարագը։ Խմորը խառնելիս մատանին գցեց խմորի մեջ։ Արքայազնը, երբ ստացավ կարկանդակը, այնպիսի ագահությամբ սկսեց այն ուտել, որ բժիշկները զարմանքից օրորեցին գլուխները։ Եվ իսկապես, արքայազնը այնպես արագ էր ուտում, որ քիչ մնաց խեղդվեր մատանուց։ Բայց արքայազնը մատանին հանեց բերանից ու դրանից հետո սկսեց հանգիստ ուտել։ Սակայն նա չապաքինվեց եւ օր-օրի վատթարանում էր, բժիշկներն ասացին, որ նա հիվանդացել է սիրուց։ Թագուհին եւ թագավորը որդուն պաղատեցին ասել, թե ում է սիրահարվել։ Սիրելիս, ասա, ում է սիրահարվել, եւ քեզ կամուսնացնենք հետը, եթե նույնիսկ ամենաետին սպասուհին լինի։ Արքայազնը հայտարարեց, որ կամուսնանա նրա հետ, ում մատին կհարմարվի կարկանդակից ելած մատանին, ու բարձի տակից հանեց էշի կաշվի մատանին։ Թագավորն ու թագուհին վերցրին մատանին, ուշադիր զննեցին ու որոշելով, որ դա միայն աշխարհիս ամենագեղեցիկ մատին կարող է հարմարվել, համաձայնեցին արքայազնի հետ։ Թագավորը հրամայեց անհապաղ թմբուկ զարկել եւ մունետիկներ ուղարկել ամբողջ քաղաքը։ Բոլոր աղջիկներին հրավիրել մատանին փորձելու։ Մունետիկները վազում էին փողոցներում ու հայտարարում, որ այն աղջիկը, ում մատին հարմար գա մատանին, կամուսնանա երիտասարդ արքայազնի հետ։ Նախ պալատ ներկայացան իշխանուհիները, հետո պալատական աղջիկները, բայց որքան էլ ջանք էին թափում, մատանին չէր մտնում ոչ մեկի մատը։ Ստիպված եղան հրավիրել դերձակուհիներին։ Նրանք սիրունիկ էին, բայց նրանց մատները կոշտացել էին ու հաստացել շատ կարանելուց։ Մատանին չէր մտնում։ Վերջապես հերթը հասավ սպասուհիներին, բայց սրանք էլ անհաջողության մատնվեցին։ Արդեն բոլորը փորձել էին, ոչ մեկի մատին չէր հարմարվել։ Իսկ այն էշի կաշին, որը վերջերս ինձ համար կարկանդակ էր թխել, կանչել եք, հարցրեց արքայազնը։ Պալատականները հռհռացին ու պատասխանեցին, որ էշի կաշվին չեն կանչել պալատ, որովհետև շատ կեղտոտ ու տգեղ է։ Կանչեք նրան, հրամայեց թագավորը։ Այդ ժամանակ պալատականները քթների տակ ծիծաղելով վազեցին էշի կաշվին բերելու։ Արքայադուստրը լսել էր թմբուկների զարկերն ու մունետիկների կանչերը եւ հասկացել, որ այս ամբողջ իրարանցման պատճառը մատանին է։ Նա շատ ուրախացավ, երբ տեսավ, որ գալիս են իր ետևից։ Շտապ սանրվեց ու հագավ լուսնագույն զգեստը։ Երբ լսեց դրան թակոցը, էշի կաշին զգեստի վրայից քաշեց ուսերին ու բացեց դուռը։ Պալատականները ծաղրանքով հայտնեցին, որ թագավորը նրան ուզում է ամուսնացնել իր որդու հետ եւ տարան պալատ։ Էշի կաշվի անսովոր տեսքից ապշած արքայազնը չէր հավատում, որ դա բանալու անցքից իր տեսած գեղեցկուհին է։ Տխուր ու շփոթված արքայազնը նրան հարցրեց. «Դուք եք ապրում մութ միջանցքի ծայրի խցիկում, այն մեծ տանը, ուր այցելել էի ես վերջերս»։ «Այո», ասաց աղջիկը։ «Ցույց տվեք ձեր ձեռքը», առաջարկեց արքայազնը։ Ինչպես ապշեցին թագավորը եւ թագուհին ու բոլոր պալատականները, երբ սև ու կեղտոտ կաշվի տակից դուրս եկավ փոքրիկ ու նուրբ մի ձեռք ու մատանին հարմար նստեց նրա մատին։ Այստեղ արքայադուստրը մի կողմ նետեց էշի կաշին։ Արքայազնը նրա գեղեցկությունից ապշած մոռացավ իր հիվանդությունը եւ ուրախությունից գլուխը կորցրած ծնկի եկավ նրա առաջ։ Թագավորն ու թագուհին նույնպես ողջագուրվեցին նրա հետ եւ հարցրին, համաձայն է ամուսնանալ իրենց որդու հետ։ Արքայադուստրը ուզում էր ինչ-որ բան ասել, երբ առաստաղը բացվեց եւ յասամանագույն ծաղիկներից շինված երկանիվ կառքով ցած իջավ կախարդ Սիրենին։ Նա բոլորին պատմեց արքայադստեր պատմությունը։ Թագավորն ու թագուհին կախարդի պատմությունը լսելուց հետո ավելի շատ սիրեցին արքայադստերը ու անմիջապես ամուսնացրին իրենց որդու հետ։ Հարսանիքին աշխարհի 4 կողմից եկան, հավաքվեցին բոլոր թագավորները, ոմանք կառքերով, ոմանք ձիերով,
ավելի հեռուներից գալիս էին փղերին, վագրերին ու արծիվներին հեծած։ Շատ ճոխ ու շքեղ հարսանիք արին, բայց արքայազնը ու նրա ջահել կինը ուշադրություն չէին դարձնում այդ ամենին։ Ամբողջ ժամանակ նրանք միայն իրար էին նայում և միայն իրար տեսնում։